Այսօր ձեզ ենք ուզում ներկայացնել Prof Պատուհան ընկերության արտադրանքը։ Ընկերության պատուհանների ձայնամեկուսացումը ապահովում է արտաքին աղմուկի մինչև 30-ից 40 դեցիբել նվազեցում։ Այլ կերպ ասած, փողոցային երթևեկության բարձր դեցիբելային աղմուկը վերածվում է գրադարանային շշուկի, իսկ ջերմամեկուսացման ցուցանիշները թույլ են տալիս նվազեցնել ջերմության կորուստը մինչև 50%, որը իր հերթին բերում է ջերմության ծախսերի խնայողության։ Ընկերության կողմից կիրառվող ժամանակակից տեխնոլոգիաները ապահովում են մինչև 50 տարի առանց որևիցե ֆունկցիոնալության կորուստի շահագործում։ Տեղադրումը իրականացվում է բարձրակարգ մասնագետների կողմից, որոնք նախապես կիրականացնեն անվճար չափագրում եւ խորտատություն։ Այս ամենը իրականություն դարձնելու համար զանգահարեք 094 19 19 51 հեռախոսահամարով, կարող եք նաեւ գրել մեր Instagram-յան կամ Facebook-յան էջին։ Prof Պատուհան, հուսալիություն, որին կարող եք վստահել։ Բարի առավոտ, սիրելի հեռուստադիտող։ 21 TV եթերում իր աշխատանքն է սկսում օրդ բարի առավոտյան ծրագիրը։ Ասում են, որ ով առավոտյան շուտ է արթնանում եւ շուտ է ամուսնանում, նա հաջողում է։ Այդ երկուսն էլ ես ու Անահիտը կարծում եմ հասցրել ենք անել։ Այդ պատճառով այսօր եթերում ենք։ Շատ մեծ հույս ունեմ, որ վրեժը թույլ կտա ամեն դեպքում, որպեսզի ես էլ ձեզ ողջունեմ, հարգելի հեռուստադիտող, մեծ սիրով, ուրախությամբ, ինչպես միշտ դրական էներգիայով մենք սկսում ենք այսօրվա առավոտը եւ ասում են ուրին աղջիկեր ինձպես վրեժ ջան, սա էլ են ասում։ Այնպես որ այս պարագայում առաջարկում ենք մի լավ տեսահոլովակ արթնանանք միասին, իսկ հետո կշարունակենք եթերը, ասեմ որ շատ սպորտային ռեկորդագիր եթեր ենք ունենալու, այնպես որ մնացեք մեզ հետ։ Երաժշտություն ու վերադարձ։ Վերադարձանք, ես խոստացա, որ չեմ խոսի, բայց շարունակեմ, այսօր եթերը Անահիտն է շարունակելու խնդրեմ։ Ինչպես նշեցի, այսօր շատ հետաքրքիր եթեր ենք ունենալու, սպորտային ռեկորդների մասին ենք խոսելու, այս պայն առաջարկում ենք դիտել մի տեսանյութ, որից էլ պարզ կլինի, թե ովքեր են մեր տաղավարում գնացինք։ Давай, Тёма. Давай. Up to 49 kilogram category, next generation best. Please welcome the medalists. Meorezi dadeki. Meorezi. Ara, mesamezi. Bronze medalist, representing Georgia, Nikiev Sergey. Silver medalist, representing Saudi Arabia, Abdulavi Falal. And the gold medalist, representing Armenia, Babayan Artur. Please, rise. Please, rise in your range. Եվ այսպես
Այսպես ինչպես տեսակ Հայաստանի պարածանրամարտի հավաքական թիմը գերազանց հանդես է եկել Թբիլիսիում անցկացված պարածանրամարտի աշխարհի գավաթի խաղարկությանը, սահմանել է 2 ռեկորդ, նվաճել է 8 ոսկե, 2 արծաթե եւ 2 բրոնզե մեդալ։ Իսկապես արժեքնեցող մի նորություն, որի մասին այսօր զրուցելու ենք մեր հյուրերի հետ, շտապ եմ ներկայացնել Հայաստանի Պարալիմպիկ կոմիտեի փոխնախագահ Գևորգ Հովհաննիսյանն է մեր հյուրը եւ մարզիկ Արտյոմ Մուխսյանն է մեր հյուրը, բարի առավոտ։ Տարիներ շարունակ հետևում եմ ձեր գործունեությանը, սա առաջին դեպքը չէ, ամեն տարի մասնակցելով ունենում ենք հաջողություններ, մի քիչ կպատմեք բարդությունների մասին առհասարակ, որովհետեւ վստահ եմ, որ դրանք շատ են ու հեշտ չէ ձեր գործունեությունը։ Տարիների ընթացքում բարդության տեսակները փոխվում են, եթե մենք 2021 թվականից սկսենք հաշվարկը, թե ինչ բարդություններ էր այդ ժամանակ եւ հիմա տարբերվում են իրենց տեսակով 2021-ին մենք ունենք օրինակ մարզիկների հավաքագրելու խնդիր եւ մարզիկները մրցակցային պայքարի մեջ չէին Հայաստանում եւ հիմա եթե համեմատում ենք 2025 թվականը արդեն մենք ունենք ընտրանք մարզիկների միջև թե ով է գնալու միջազգային մրցումներին Մյուս խնդիրը, որ դեռևս մնում է չլուծված, ամենակարևոր խնդիրներից մեկը դա կայուն ֆինանսական ապահովման խնդիրն է։ Եթե չունես կայուն ֆինանսական ապահովում, ապա մարզիկները հստակ չեն իմանում ինչպես պատրաստվել եւ որ մրցաշարին, այսինքն մարզիչները չեն կարողանում հստակ մարզական պլաններ ձևակերպել։ Եվ մենք օրինակ 2 տարի փորձում էինք 2 տարի արդեն պատրաստ էին մեր մարզիկները ռեկորդներ անելու, բայց երբ որ պիկի հասնում էին, ֆինանսավորումը վերջին պահին չէր լինում եւ մենք մարզիկներին չէինք կարողանում ուղարկել։ Երկրորդ խնդիրը դա ֆինանսական կայուն ֆինանսական միջոցներն են, որը ըստ էության դա պետք է լինի պետական հոգացության խնդիր։ Սա շատ կարևոր է։ Պետական հոգացության տակ պետք է լինի, որովհետև երբ որ մենք դիմում ենք այլ կազմակերպությունների եւ ասում ենք, որ խնդրում ենք ֆինանսավորեք այս մարզական միջոցառման մասնակցությունը, մեզ ցույց են տալիս դեպի կառավարության դռները։ Այո, ասում են դա պետությունը պետք է հովանավորի, որովհետև հանրային նշանակություն ունեցող է ի վերջո, պետք է անդրադարձ լինի պարտադիր։ Մյուս խնդիրները, որ բախվում ենք, դա կապված է մարզագույքի եւ մատչելիության համալիրների մատչելիության խնդրին մարզիկները չեն կարողանում չկան համապատասխան մատչելի մարզերում հատկապես այնպիսի մարզական կենտրոններ, որտեղ հաշմանդամները կարողանան մուտք գործեն, օգտվեն բոլոր հարմարություններից, սկսած մարզագույքից, ավարտած հիգիենայի համար անհրաժեշտ հատվածներով։ Պետական հոգացության մեջ կա գույքի ձեռքբերման ծախսեր, սակայն պարալիմպիկ մարզաձևերի համար վերջին 5 տարվա մեջ մարզագույք հատկացված չի, բայց արտելի գումարներ նախատեսվում են։ Իսկ կոմիտեն դիմել է, ձեր կոմիտեն դիմել է պետությանը։ Մշտապես դիմում ենք։ Նաև խնդիր կա հաշմանդամ մարզիկների համար բժշկական ծառայություններից օգտվելու խնդիրը, էլի հստակ կարգավորում չկա, թե ինչպես պետք է հավաքական թիմի մարզիկները օգտվեն դրանից մյուս խնդիրը նաև վերաբերում է ինչպես հագուստին, մարզահագուստին եւ թոշակների տարբերակում կա մի խոսքով եթե ընդհանուր այս խնդիրը ձևակերպենք, ապա մենք ձգտում ենք որպեսզի հաշմանդամ եւ ոչ հաշմանդամ մարզիկների համար լինեն հավասար հնարավորություններ եւ մենք պայքարում ենք պարալիմպիկ կոմիտեն պայքարում է որպեսզի հաշմանդամների իրավունքները պաշտպանված լինեն այստեղ եւ համահավասար բոլոր պայմանները լինի դա հաշմանդամ մարզիկ թե ոչ հաշմանդամ սահմանափակում ունեցող թե ոչ ապա հավասարապես օգտվի պետական բյուջեով տված հնարավորություններից օրենսդրությամբ տված հնարավորություններից Հույս ունենանք, որ մեզ կլսեն եւ կանդրադառնան ամեն դեպքում, որտեվ սա շատ կարեւոր է։ Արտյոմ ջան, գանք քեզ, ինչքան ժամանակ է որ առհասարակ հավաքականում ես, իմացել ես, ընդգրկվել ես։ Մոտավորապես մի 4 ամիս է, ինչ որ հավաքականում եմ։ Շատ գոհ եմ, թե Գևորգից, թե տրիներներից, մարզիչներից։
Կպատմես մի քիչ Ինչպես մրցումների եղավ մասին, մրցումների ոնց անցավ, ինչ տպավորություններ ունես։ Մրցումներս տեղյակ չի, ասեցին մի քիչ ուրախացա եւ անցա պարամունքներին։ Մինչեւ այդ գիտեք։ Անցա պարամունքներին եւ այսօր հարցինքը մեդալներով վերադարձել ես, ոնց է տրամադրությունը, ոնց դիմավորեցին, ընտանիք, ընկերներ։ Շատ լավ դիմավորեցին, թե դպրոցում, թե մարտադպրոցում, թե գյուղում։ Շատ լավ էր։ Շարունակելու ես սպորտով զբաղվել։ Այո։ Մինչև վերջ գնալու եմ, ինչքան որ պետք լինի։ Հրաշալի, մենք սրտան շնորհավորում ենք եւ ապրես, իսկապես շատ կարեւոր է, որ մեր Հայաստանի պատիվը բարձր են պահում ձերպես մարզիկները։ Գևորգ, ինձ հետաքրքիր է, երբ ուսումնասիրում եք մյուս երկրների մասնակիցներին եւ նրանց ներկայանալը, այնտեղ ինչպես է, այնտեղի պետությունները հոգում են ամեն ինչ, այսինքն մենք ենք թերանում այս հարցում, թե աշխարհն է, մոլորակն է սխալ պատտվում։ Ճիշտ կլինի, շնորհակալություն հարցի համար, ճիշտ կլինի մեր տարածաշրջանի մասին խոսենք, մեր հարևան երկու պետությունները ընդհանրեցնենք, Վրաստանն ու Ադրբեջանը։ Ադրբեջանը 6 միլիոն դոլարի կարգի է ֆինանսավորում պարասպորտը, պարալիմպիկ մարզաձևերի մասին է խոսքը, Վրաստանը 2 միլիոն։ Պարալիմպիկ կոմիտեն 17 մարզաձևի համար ստանում է 15 միլիոն դրամ։ Հասկացար, ինչ տիպի չենք ֆինանսավորում։ Մեր մոտ կոնկրետ այս մրցաշարը մեկնել են մեր միջոցներով, անձնական միջոցներով, պարալիմպիկ կոմիտեի միջոցներով, մարզիկներ իրանց թոշակներից, որոնք նախորդ տարվա բարձր նվաճումներով պայմանավորված թոշակներ են ստացել, հանգանակություն են արել մարզիկները պարալիմպիկ կոմիտեին, որպեսզի Արտյոմի նման նոր մարզիկները կարողանան մասնակցեն միջազգային մրցաշարին։ Հնարավորություն ունեն։ Արտյոմը կոնկրետ դեբյուտն է եղել Արտյոմի միջազգային մրցաշարում։ Մենք Հայաստանի առաջնություն կազմակերպեցինք, բացահայտեցինք նոր տաղանդավոր երեխաներին, որոնք միջազգային նորմատիվը հանձնում են եւ Արտյոմը կատարել էր միջազգային նորմատիվը, դրա համար ինքը ընդգրկվեց հավաքականի կազմի մեջ։ Դեբյուտ ունեցել են նաեւ Կարինեն հավաքական թիմի կազմից, ելի մեր պատանի մարզիկներն են, Արտյոմն էլ Կարինեն էլ, նրանք առաջին անգամ էին միջազգային ասպարեզում հանդես գալիս եւ այն ինչ որ մենք տեսանք Հայաստանի առաջնության ժամանակ, հենց միանգամից ֆիքսեցինք, որ այս երեխաները մեդալակիրներ են լինելու իրենց քաշային կարգերում։ Տեսեք, Գևորգ, 8 ոսկե, 2 արծաթե, 2 բրոնզե, այսինքն այս մրցաշարի մեդալների հաշվարկում Հայաստանի ու երիտասարդների պատանիների հավաքականը առաջին հորիզոնականում է, իսկ բոլոր տարիքային խմբերի հաշվարկով երրորդը։ Ինչ եք կարծում, սա ինչից է, որն է մեր հաջողությունը, մեր երեխեքը ավելի աշխատասեր են, տաղանդավոր են, ձգտող են, որ պայմաններ չունենալով ու այդքան ներդրում չունենալով, այսպիսի ռեկորդներ են սահմանում ու մեդալներով վերադառնում։ Ամեն մեկի մոտ յուրովի է, ամեն մեկի, եթե վերցնենք ամեն մարզիկի մոտ մոտիվացիան տարբեր է։ Մեկի մոտ, բայց բոլորի մոտ էլ սիրում են սպորտաձևը։ Ինքը մենք ունենք օրինակ Գյումրին որպես ծանրամարտի կենտրոն, հա, որպես ավանդական ծանրամարտիկներ են։ Գյումրու դպրոցը ուրիշ է։ Վանաձորը, Գերազանց Վանաձորում, որ ասենք մենք ունենք այդ ձև ուժերներ, բայց վանաձորցիք իրենց կամքի ուժը դրսևորեցին տեղ, որ իրանք էլ մրցապայքար է Գյումրին եւ Վանաձորը։ Նոր Գավառն է միանում մեզ, Արարատն է միացել, այսինքն բոլոր մարզերում ձգտում է շարունակ մարզիկների։ Արտյոմը որ գյուղից էր, Գավառից մեկ մարզիկի հաջողությունը, երբ որ մենք առաջին մարզիկը ունեցանք, որը ոսկե մեդալ նվաճեց, եւ Գրետայի նաեւ հաջողությունները այս ասպարեզում մոտիվացիա ստեղծեցին մյուս մարզիկների մոտ եւս, որ իրենք էլ կարող են, այսինքն սահմանափակում ունենալ դա չի նշանակում, որ չես կարող մարզաձևով զբաղվել։ Չկար պայմաններ որոշակի, բայց եթե տեսնեք, թե ինչպես են մեր աշխարհի չեմպիոնները պարապում, համապատասխան օրինակ աթոռներ են, որի վրա պարկում են եւ արժությունը կատարում են տեսանյութից տեսակ։ Դրա լայնությունը պետք է լինի, երկարություն պետք է լինի։ Մարզիկների ոտքերի երկարություն չի բավականացնում, աթոռ են դնում եւ այդ վիճակով պարապում են։ Եվ այդպես պարապողները չեն կարող չեմպիոն չլինել ու ռեկորդներ չնվաճել։
Կամքի դրսևորումը էլի ոչ մի խոչընդոտ նրանց համար արգելք չի եղել, որ հասնեն բարձր։ Ամեն ինչ հաղթահարելի է, այո։ Ինչը մեզ Առաջիկայում ինչի ենք պատրաստվում, ինչ փուլում ենք հիմա, ինչ ենք անում եւ որքանով է ավելացել այդ, այսինքն պակասել այդ խնդիրի իրազեկվածության, որ իմանան ձեր մասին, գան գրանցվեն, համալրվեն։ Հաջորդ մեր միջոցառումների պլանով նախատեսված սպորտային միջոցառումը դա աշխարհի առաջնության մասնակցությունն է, շատ կարևոր է դա։ Այս տարի է տեղի ունենալու։ Այս տարի կարևոր է տեղի ունենալու աշնանը։ Սա շատ կարևոր մրցաշար է, որովհետև Պարալիմպիկ խաղերին մասնակցելու համար Լոս Անջելես 28 սա պարտադիր մասնակցություն ենթադրող միջոցառում է եւ այն մարզիկները, որոնք ուղի են վերցրել դեպի Պարալիմպիկ խաղեր մասնակցելու, պարտադիր սրան պետք է մասնակցեն։ Կազմը արդեն պատրաստ է, այսինքն ընտրված է։ Տեխնիկաների կազմը ունենք, բյուջեով հաստատպետական բյուջեից ունենք հատկացում 6 մարզիկ եւ 2 ուղեկցող պատվիրակության կազմ, ավելի ճիշտ կլինի այդպես ասել, 8 հոգու ֆինանսավորում կա, բայց մեր մոտ մարզիկները, որոնք կարող են մեդալներ նվաճել, ես վստահ եմ, այս միջոցառում մրցմանց առաջ էի ասել ինչով ենք հետ գալու եւ մենակ մի բան եք շեղը 8 մեդալի հավակնություններ ունենք աշխարհի առաջնությանը երիտասարդների պատանիներն են հիմնականում ուժեղ մեր մոտ, իսկ սպորտը ուժեղա լինում, երբ որ այդ ներքևից եկողները ունենք 8 մեդալ ակնկալում ենք աշխարհի առաջնությանը, 2 մարզիկի ֆինանսավորում չունենք, եւս 4-ն էլ, որը պետք է մասնակցեն, որովհետեւ իրանք ժամանակի ընթացքում են հասնելու ուղեգիր նվաճելու նորմատիվները հաղթահարելուն, իրանք ժամանակ ունեն եւ պատանիները եւ մեծերը մոտորապես 12 հոգի նախատեսում են գործողել, բայց ունենք ընդամենը 6 հոգու ֆինանսավորում։ Հույս ունենք, որ կփոխվի այս ամենը եւ կունենանք նորմալ ֆինանսավորում պետության կողմից։ Կգտնեն բարերարներ, ովքեր որ կցանկանան միգուցյան այդ ֆինանսավորել էլի։ Դնել բարերարների վրա, կարծում եմ, որ պետք է իսկապես պետական մակարդակով ճիշտ ուշադրություն եւ ճիշտ ուղղություն, որպեսզի մեր մարզիկները պատշաճ ձևով ներկարանան, չնայած նրանք անում են անհնարինը, արդեն խոսեցինք այս մասին։ Արտյոմ ջան, որպես վերջաբան, քո խորհուրդը ողջույնը բոլոր նրանց, ովքեր դեռ գուցե պատրաստվում են դառնան մարզիկ այս սպորտաձև։ Վստահ են իրանց ուժերին, ուրիշ ոչ մի բան։ Ապրե շատ։ Մենք շնորհակալ ենք քեզ, որ այս առավոտ եկար մեր տաղավար։ Շնորհակալ ենք, որ այսպիսի պատկերով քեզ լիքը ուժ ենք ցանկանում ու վստահ ենք, որ շարունակաբար իմանալու ենք միայն դրական ու լավ նորություններ։ Շնորհակալություն։ Եվ շնորհակալություն քո մարզիչներին նմանատիպ աշխատանքի համար, որովհետև իրենց ավանդը շատ մեծ է բնականաբար յուրաքանչյուր սպորտում։ Գևորգ ջան, ձեզ հատուկ շնորհակալություն առհասարակ այս ամենը ստեղծելու, այս գործունեությունը ծավալելու եւ չհանձնվելու համար, որտեղ դա շատ կարեւոր է, երբ որ անդադար դռներ են փակվում, նորից կամքի ուժ դրսևորել, բացել, որովհետեւ ձեր աշխատանքը միայն ձեզ համար չէ, մեր երկրի համար է եւ այն կարեւոր մարդկանց, ովքեր ընդգրկված են այս ամենի մեջ, Հայաստանի Պարալիմպիկ կոմիտեի փոխնախագահ Գևորգ Հովհաննիսյանն էր այսօր մեր հյուրը եւ մարզիկ Արտյոմ Մուխսյանը, մաղթում ենք հաջողություններ նաեւ աշխարհի խաղերին ու նաեւ շատ հովանավորչություն։ Շնորհակալություն, շատ կարևոր գործ նաև դուք եք կատարում այս առումով եւ տարածելով այս տեղեկատվությունը շատ օգուտ եք տալիս մեզ։ Կուզենայի, որ մնացած ԶԼՄ-ներն էլ եւ հեռուստաընկերություններն ավելի ակտիվ լուսաբանեն մարզաձևերը եւ վերջում կասեմ, որ հույս եմ հայտնում, որ նոր նշանակված փոխնախարարը ավելի աչալուրջ կլինի մեր խնդիրներին եւ կտան համապատասխան լուծումներ։ Անշուշտ շատ կարևոր է նաև եթերում բարձրաձայնել խնդիրները, որոնք հետո հույս ունենք, որ կգտնեն իրենց լուծումները։ Առաջարկում ենք այս բան եւս մեկ տեսնել, որից հետո արդեն վերջաբան կլինի եթերի։ White out a good lift. So 2 for 2 for the Armenian. He likes it. To the bronze medal position right now. I think it's going to be a stretch for him to get into the silver medal position, but at the same time, I think it's unlikely that he's going to fall out of the third position as well. So likely that he has the bronze medal locked up, which is a good thing. And this is a record attempt as well for Fabian,
122 kilograms. Going for the next gen record. 1 minute. This would be the next gen European record. 121 kilograms is the current record. This would eclipse that. That record's been going since November of 2014. And he does it. He gets the new record, the next gen record for Europe, the next gen European record, 122 kilograms. That record has been standing for over 10 years, is now toppled here in Georgia. So Artur Babian does it, and that was 122 kilograms as the record, and he's got one more lift left. So I think that probably the chances are that he's going to go for the record and increase the record if he can. So let's see how that goes, but a nice clean lift from Babian. Well done. Դե ինչ վերադարձանք սիրելի հեռուստադիտող եւ մեր եթեր առավոտյան շարունակվում է մեզ մոտ չեմպիոններ են այս պահին պարալիմպիկ սպորտաձևում իհարկե նվաճված հաղթանակներով եւ առաջարկում եմ խոսենք այս պահին իհարկե այն ռեկորդներից որոնք որ սահմանվել են եւ ինչպես այսինքն այդ ընթացքը եւս եղավ Այս առաջնության գնալուց իմ համար կարևոր է ռեկորդները սահմանելը մենք 3 մարզիկ ունենք որոնք արդեն 2 տարի է պատրաստ էին իրենց քաշային կարգերում ռեկորդներ սահմանել։ Բայց հնարավորություն չունեին գնալու։ Այո, չկարողացան գնալ, ինչպես ասացի, 2 մարզիկին հաջողվեց այդ ռեկորդները անել, 10 տարուց ավել այդ ռեկորդները չէին հաղթահարվել։ Մեր Խորենին եւ Ռաֆայելին Խորենին չհաջողվեց մրցափորձը, բայց Ռաֆայելին եւ Արտուրին հաջողվեց ռեկորդ սահմանել։ Ինչով է կարևոր ռեկորդը։ Ամեն միջազգային մրցաշարից առաջ գրվում է տվյալ քաշային կարգում ռեկորդագրի անուն ազգանունը, երկիրը եւ դրոշը։ Եվ եթե աշխարհի չեմպիոն դառնում ես ու մենակ այդ տարի աննշվում, պետքա փնտրես գտնես իսկ ռեկորդակիրը բոլոր մրցաշարն ապագա միջև այդ ռեկորդը չգերազանցվի Հայաստանի Հանրապետությունն է դրոշը լինում է եւ սա է իմ համար ամենակարևորը որ ցանկանում էի միջև աշխարհի առաջնություն մեր մարզիկների այդ ռեկորդը սահմանեն եւ վստահ ուղևորվեն աշխարհի առաջնություն Եվրոպայի ռեկորդը արեցին պատրաստ են հիմա պատրաստվելու են աշխարհի ռեկորդներ անելու Մենք շնորհավորում ենք սրտանց մեր 2 ռեկորդագիրներին, այս բարակայում 2 ռեկորդ սահմանվել է ու մաղթում նորանոր ռեկորդներ, որպեսզի այդպես չդադարի, չկարողանան սահմանել ու միշտ մեր անունը մնա Հայաստան ունի եւս 2 ռեկորդ էլի սահմանված այս սպորտաձևում։ Եվ եւս մեկ անգամ շնորհակալություն ենք հայտնում ձեզ եւ մաղթում ենք այն բոլոր անհնարինները, որոնք որ դուք հնարավորին եք դարձնում, թող որ գտնվեն եւ պետության աջակցությունը եւ իհարկե բարի կամք դրսեւորող մարդիկ հաճախ ենք դրան եւս հանդիպում որ կարողանաք իհարկե առաջ տանել այն գործը որը որ իրապես մեր ազգային սպորտը եւս մշակույթ է այսօր եւ սա շատ կարեւոր է մշակույթի սպորտի մշակույթը առաջ տանելու գործում ձեր ավանդը շարունակեք առաջ տանել եւ նմանատիպ հաղթանակներ գրանցեք ինչու՞ չէ նաեւ աշխարհի ռեկորդներ Այսօրվա մեր հարգարժան հյուրերի ամենակարևոր մեսիջը մեզ բոլորիս դա չհանձնվելն է, դա իսկապես կամքի ուժ ունենալն է ու հավատալն է ու անկարելին դարձնել կարելի։ Մեզ էլ մնում է միայն աջակցել, օգնել, ընդառաջել ու մեր էներգիայով նույնպես լինել նրանց կողքին ու ամենակարևորը բարձրաձայնել ու տարածել, այնպես որ նմանատիպ նորություններին պետք է անդրադառնալ, նաև տարածել Facebook-յան հարթակում, Instagram-յան հարթակում, հայտնել, ուրախանալ, հպարտանալ ու ոգևորել։ Այսօրվա համար նախատեսել ենք այսքանը, դասատային Բրեժը, Անահիտը եւ 21 TV-ին լավ մնացեք, լավ օր բոլորիդ եւ իրապես ձեր կամքին հավատարիմ եղեք եւ երբեք չհանձնվեք։ Մնացեք բարև։
Այսօր ձեզ ենք ուզում ներկայացնել Prof պատուհան ընկերության արտադրանքը։ Ընկերության պատուհանների ձայնամեկուսացումը ապահովում է արտաքին աղմուկի մինչև 30-ից 40 դեցիբել նվազեցում։ Այլ կերպ ասած, փողոցային երթևեկության բարձր դեցիբելային աղմուկը վերածվում է գրադարանային շշուկի, իսկ ջերմամեկուսացման ցուցանիշները թույլ են տալիս նվազեցնել ջերմության կորուստը մինչև 50%, որը իր հերթին բերում է ջերմության ծախսերի խնայողության։ Ընկերության կողմից կիրառվող ժամանակակից տեխնոլոգիաները ապահովում են մինչև 50 տարի առանց որևիցե ֆունկցիոնալության կորուստի շահագործում։ Տեղադրումը իրականացվում է բարձրակարգ մասնագետների կողմից, որոնք նախապես կիրականացնեն անվճար չափագրում եւ խորտատվություն։ Այս ամենը իրականություն դարձնելու համար զանգահարեք 094 19 19 51 հեռախոսահամարով, կարող եք նաեւ գրել մեր Instagram-յան կամ Facebook-յան էջին։ Prof պատուհան, հուսալիություն, որին կարող եք վստահել։